Նրան տապանում հյուրընկալել է միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանին, պարոն Ստեփանյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ ԱՄՆ նախագահը սոցցանցում օգոստոսի 8-ից հերթական անգամ լուսանկար է հրապարակել, գրելով մեծ պատիվ էր օգնելու կարգավորել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների հետ, նկատի ունենալով Փաշինյանին եւ Ալիևին։ Նույն Թրամփը օգոստոսի 8-ից հետո արդեն երկու անգամ Հայաստանը անվանել է Ալբանիա։ Նախ անհանգստացնող չէ, այս անգամ գրառման մեջ ոչ, բայց օգոստոսի 8-ից հետո երկու անգամ նա մեր երկրի անունը շփոթել է, անվանել է Ալբանիա, նախ սա անհանգստացնող չէ, եւ երկրորդը այս պատերազմը կարգավորելու մասին հայտարարությունը չափազանցված չէ, եւ ինչու է պարբերաբար անդրադառնում այս իրադարձությանը։ Չէ, անհանգստացնող չէ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ Թրամփի համար Հայաստանը եւ Ադրբեջանը երրորդ աշխարհի երկրներ են։ Մենք ճիշտ է մեր մասին շատ մեծ կարծիք ունենք եւ դա նորմալ է, բայց ցանկացած ամերիկացու համար, անգլոսաքսի համար, մարդկանց համար, ովքեր իրենց համարում են, ես ներողություն եմ խնդրում արտահայտության համար, բայց սա դառը իրականություն է։ Առաջին սորտ մենք երրորդ կարգի երկրներ ենք։ Հետևաբար պետք չէ զարմանալ, որ նա չի տարբերում Հայաստանը Ալբանիայից։ Դա մեկ։ Ինչու է Թրամփը անընդհատ խոսում այդ մասին, այստեղ կա երկու վարկած։ Եթե Թրամփի փոխարեն օրինակ Ջո Բայդենը լիներ կամ Ռոնալդ Ռեյգանը, ես միանշանակ կասեի վարկածը մեկն է, նա Ալիևին հիշեցնում է, որ ժամանակն է եկել այն ինչի մասին խոսվել է եւ ստորագրվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, ի կատար անել։ Դա եթե չինել էր Թրամփը, բայց Թրամփի դեպքում ես եւ այդ վարկածը կարող եմ ընդունել, որը նոր նշեցի։ Եվ այն որ Թրամփը ուղղակի բոլորին հիշեցնում է հերթական անգամ, որ ինքը խաղահարար է, որ ինքը ինչ որ ունիկալ մարդ է, որը կարող է խաղաղության հասնել այնտեղ, որտեղ ուրիշները չեն կարողանում, եւ հերթական անգամ նկարներ հրապարակելով զբաղվում է բացահայտ պոպուլիզմով։ Սա երկրորդ վարկածն է։ Երկու վարկածն է կյանքի իրավունք ունեն Թրամփի դեպքում։ Իսկ այդ ներկայացնելը, որ խաղաղություն է երկու երկրների միջև, սրա շուրջ կարծիքները տարբեր են։ Հայաստանի իշխանությունն էլ է ըստ էության այնպես ներկայացնում, կարծես այդ խաղաղությունը հաստատուն է եւ երկարաժամկետ է։ Ցանկացած քաղաքական գործիչ ներկայացնում է այնպես, ինչպես դա իրեն ձեռնտու է եւ ինչպես դա թելադրում են իր անձնական եւ սեփական շահերը եւ քաղաքական ուժի շահերը։ Հայաստանի ղեկավարությունը հաշվի առնելով, որ 26-ի ընտրությունները մոտ են խորհրդարանական, ձեռնտու է խոսել խաղաղության մասին որպես կայացված փաստ։ Բայց իրականության մեջ ես չեմ կարծում, որ դա կայացված փաստ է, ես կարծում եմ մենք այդ ճանապարհին ենք։ Եթե մենք համեմատենք իրավիճակը 21, 22, 23-ի թվի հետ, այո, մենք շատ մեծ քայլ ենք արել դեպի խաղաղություն, քայլեր ենք արել դեպի խաղաղություն, բայց խաղաղությունը այդտեղ չկա։ Խաղաղությունը չկա այնքան ժամանակ, մինչև չկա խաղաղության պայմանագիր եւ ավելի կարեւոր, մինչև չկա սահմանազատված Հայաստան-Ադրբեջան սահման։ Սա է ամենակարևորը։ Մենք այս պահին դա չունենք, հետեւաբար չունենք խաղաղություն, բայց մենք գնում ենք դեպի խաղաղություն եւ ես մեծ հույս ունեմ, որ մենք այդ ճանապարհին կունենանք հաջողություններ։ Պարոն Ստեփանյան, Փաշինյանն էլ էր հիշատակել 21, 22, 23 թվականների վիճակը մեր երկրի հետ կապված եւ հայտարարեց, որ բավարարված չէր Բայդենի վարչակազմի միջնորդական ջանքերից։ Սա օբյեկտիվ եւ տեղին դժգոհություն էր։ Ես այդպիսի հայտարարություն չէի անի, որովհետև առաջին հերթին դա այնքան էլ գեղեցիկ չէ, հաշվի առնելով Բայդենի վարչակազմի դերակատարումը Հայաստանի ոչնչացումը թույլ չտալու ուղղությամբ, հիշենք Բլինքենի զանգը, այդ մասին իշխանությունն է խոսել, ես չեմ խոսում, Բլինքենի զանգը Ալիևին, որը փաստացի այդ թվում նաև շատ մեծ դերակատարում ունեցավ 22-ի ադրբեջանական ագրեսիան կանգնացնելու գործում եւ նաեւ խոսենք քաղաքական կոնյունկտուրայից։ Ես այդպիսի հայտարարություն չի անի, որովհետեւ որևէ մեկը չգիտի թե ինչով կավարտվեն միջանկյալ ընտրությունները ԱՄՆ-ում, 1 տարուց պակաս է մնացել։ Արդյոք դեմոկրատները իշխանության չեն վերադառնա, ինչպիսին է լինելու Թրամփի ճակատագիրը, արդյոք մենք մյուս ընտրություններին նախագահական ԱՄՆ-ում չենք ունենա դեմոկրատ նախագահ։ Ես օրինակ շարունակում եմ կարծել, որ մյուս նախագահը լինելու է դեմոկրատ։ Իսկ այսպիսի հայտարարությունները կարող են այնտեղ հիշել,
եւ ժամանակին Նիկոլ Փաշինյանի արչեւ դնել, թե իհարկե նա շարունակի մնա Հայաստանի վարչապետ։ Այնպես որ դա այդքան էլ տրամաբանական չէ եւ ամենակարևորը քաղաքականապես արդարացված եւ հիմնավորված չէ։ Իսկ հաշվարկը ինչու՞ չի անում Նիկոլ Փաշինյանը եւ հակառակ Նիկոլ Փաշինյանը անում է հաշվարկ, նա անում է հաշվարկ, որ պետք է այսպեսի հայտարարություն անել, որը Թրամփի դուրը կգա։ Եկեք հասկանանք, որտեղ է գտնվում այս պահին Իլհամ Ալիևը։ Ինչ է անում Իլհամ Ալիևը։ Ես չեմ ուզում կտրուկ հայտարարություններ անեմ, բայց նա բացարձակ կերպով, բացահայտ կերպով հաջողանում է Թրամփին։ Դե դա իրենց փորձում է հետ չմնալ, այո, փորձում է անել դա այսպեսով, որովհետև դե Ալիևը Հեյդար Ալիևի որդին է, մենք հիշում ենք, թե ինչպիսի հարաբերություններ էին ձևավորվել Հեյդար Ալիևի եւ Լեոնիդ Բրեժնևի միջև, երբ որ Բրեժնևը ղեկավարում էր ԽՍՀՄ, իսկ Ալիևը Ադրբեջանը, հետեւաբար Ալիևը այդ ավանդույթները շարունակում է, փորձում է հաջողանալ եւ ստանալ քաղաքական դիվիդենդներ, լուրջ ընդառաջ քայլեր չձեռնարկելով։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքերով Թուրքիան ակնկալում է, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև կստորագրվի հաջորդ տարվա սկզբին, առաջին կեսին։ Այո, առաջին կեսին, հենց որ համաձայնագիրը ստորագրվի, ասում է հայ-թուրքական հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն։ Հիմա այս ակնկալիքն ինչպես հասկանալ թուրքական կողմից, սրա հետ կապված տարբեր էլի կարծիքներ են հնչում, կապ են տեսնում սպասվող ընտրությունների հետ Հայաստանում, կապ են տեսնում հնարավոր սահմանադրական փոփոխությունների հետ, դուք ինչպես կմեկնաբանեք։ Դե ես որևէ կապ ընտրությունների եւ սահմանադրական փոփոխությունների հետ չեմ տեսնում, որովհետեւ 26-ի առաջին կեսը դա միջև ընտրություններն է։ Սա տրամաբանական չէ հաշվի առնելով, որ Ալիևը պահանջում է, որ այդ սահմանադրական փոփոխությունները արվեն, իսկ նրանք չեն կարող արվեն միջև ընտրությունները։ Փաշինյանը դրան չի գնա։ Սա կլինի քաղաքական ինքնասպանություն, որովհետեւ դա կխաթարի իշխող ուժի դիրքերը, նախընտրական դիրքերը։ Այնպես որ ստեղ տրամաբանություն չկա։ Տրամաբանությունը հետևյալն է, ես դա այսպես եմ տեսնում, որ Թուրքիան շատ է ցանկանում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատերազմը վերջնականապես ավարտվի, որպեսզի կոմունիկացիաները բացվեն։ Թուրքիան ունի խնդիր այս պահին։ Տեսեք, 44 օրյայի ավարտին թուրքերը ոչ մի բան չեն ստացել։ Ոչ մի բան չեն ստացել։ Այդ Աղդամում մոնիթորինգային կենտրոնը, որը շատ շուտ քանդվեց եւ այնպես արագ հայտնվեց, նույն կերպ անեացավ, հա։ Սա իրենք ոչ մի բան չեն ստացել այդ պատերազմից, չնայած մասնակցություն ունեցել են։ Ադրբեջանն է ստացել։ Ռուսաստանն է ստացել, հետո զիջել է Ադրբեջանին։ Այնպես որ բոլոր այդ ծվերը հավաքել է Ադրբեջանը այս պատերազմից հետո։ Թուրքերը ներկայություն չունեցան։ Թուրքերը շարունակում են տնօրինել ադրբեջանական բանակը սահմանափակ չափերով, բայց այնուամենայնիվ Ադրբեջանում նրանք չունեն այնպիսի դիրք, այնպիսի ազդեցություն, որը կարող է Ալիևի իշխանությունը հարցականի տակ դնել։ Հետևաբար Թուրքիան պետք է ինչ-որ մի պրոֆիտ ստանա այդ ամեն ինչից, իր դերակատարումից։ Հիմա իրենք այդ պրոֆիտը տեսնում են Թրամփի ուղու մեջ։ Իրենց ինչ է պետք է որ տարածաշրջանը բացվի։ Պետք է որ տարածաշրջանը բացվի, իրենք ստանան իրենց ճանապարհը դեպի կենտրոնական Ասիա։ Դա մեկ։ Այսպես ասեմ, Թուրան։ Իրենք Թուրանից չեն հրաժարվում, եւ դա ոչ լավ է, ոչ վատ է մեզ համար։ Ուղղակի պետք է հաշվի առնենք սա։ Թուրքիայի ամենակարևոր նպատակադրումը դա սեփական տարածքը դարձնել հաբ։ Էրդողանը մի քանի անգամ նշել է այդ մասին, դա թուրքական քաղաքականությունն է, բոլոր կոմունիկացիաները, բոլոր տարածաշրջաններով պետք է գան եւ անցնեն Թուրքիայով։ Հիմա Թրամփի ուղին որտեղով անցնելու։ Թուրքիայով է անցնելու։ Իրեն պետք չի Զանգեզուրի միջանցք, իրեն պետք չի որպեսզի Ադրբեջանը անխոչնդոտ կապ ստանա Նախիջևանի հետ, որովհետեւ այս հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը մեղմ ասած նույնական չեն։ Թուրքիան լուրջ ազդեցություն ունի Նախիջևանում եւ Իրանն է փորձում այնտեղ ազդեցություն ունենալ, բայց այս շահը, այս շահի չհամընկնումը կա ավելի մեծ շահ, որը ծածկում է իրենց համար թուրքերի համար այս փաստը, որ չի համընկնում։ Դա այն է, որ կոմունիկացիաները պետք է անցնեն Թուրքիայի տարածքով։ Հիմա Թրամփի ուղին անցնել է Թուրքիայի տարածքով։ Մենակ Հայաստանի տարածքով չի անցնել։ Դա ձեռնտու է թուրքերին, թե որ ձեռնտու է։
Եվ նրանք դրանով ուզում են այն ստատուս քվոն, որը ձևավորվել է 44 օրյայից հետո, ուզում են վերջնականապես ամրապնդեն եւ ստանան հնարավորություն տարածաշրջանում հարցեր լուծել։ Հիմա իրենք կարող էին այս պահին բացել սահմանը գոնե դիվանագիտական այդ անձնագրեր ունեցող քաղաքացիների համար եւ եթե թուրքական պատվիրակությունը եկավ, բոլորի մոտ կարծես թե ակնկալիք կար, որ եթե քլը չգալիս է, ապա կարող է իսկապես այդ առաջի քայլը արվել, ինչու չարվեց։ Ինձ մոտ այդպիսի ակնկալիք չկար, ես այդ մասին խոսել եմ միջև այցը, սա հերթական այցներ, սա երկար ճանապարհի մի մաս է, մի մասնիկ է, եւ ես կարծում եմ ավելի իրատեսական է, եթե մենք հիմնվենք Ֆիդանի հայտարարությունից, հական Ֆիդանի հայտարարությունից, որ նրանք հույս ունեն եւ Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 26-ի առաջին կեսին, առաջին կիսամյակում լինի խաղաղության պայմանագիր։ Այդ դեպքում Թուրքիան սահմանը կբացի։ Ոչ թե երրորդ անձանց համար, դիվանագիտական, այլ բոլորի համար սահմանը կբացի, որովհետեւ դա կլինի անտրամաբանական, եթե Հայաստանով լինի ճանապարհ, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ, իսկ թուրքական սահմանը Հայաստանի համար լինի փակ։ Պարոն Ստեփանյան, ասացիք Թուրանը ոչ լավ է, ոչ վատ Հայաստանի համար։ Այո։ Ինչպես կարող է այդպիսի բան լինել, եթե ասում են, որ հենց Հայաստանն է խոչընդոտում այդ թուրանական ծրագրի իրականացմանը։ Մենք սեփ ենք այդ ծրագրի իրականացման հարցում եւ Ադրբեջան, Թուրքիա մշտապես ուզենալու են ազատվել այդ սեփից, վերացնել այդ սեփը։ Մենք իրոք երկար տարիներ եղել ենք սեփ այդ ծրագրի իրականացման ճանապարհին, ում ձեռքում ենք մենք եղել սեփ։ Մենք եղել ենք սեփ մենք մեզանով, հա, դա մեր շահերից էր բխում։ Մենք եղել ենք սեփ Ռուսաստանի ձեռքում, տվյալ դեպքում։ Ռուսաստանը շատ լավ օգտագործել է այդ սեփը ժամանակին, իր շահերից ելնելով, եւ հետո, երբ որ եկել է ժամանակը, սեփը վաճառել է։ Սեփի մի մասը, այսպես ասեմ, պատկերավոր սեփը բավականին հաստ էր, չէ՞, ասենք մեծ տարածք է Լեռնային Ղարաբաղը, պլյուս 42 կիլոմետր Սյունիքի մարզը։ Վաճառել է Լեռնային Ղարաբաղի մասը Ադրբեջանին, հաշվի առնելով, որ Ուկրաինան, ապագա Ուկրաինայում պատերազմը, որը ծրագրվում է դեռ 20-ին, եթե ոչ ավելի վաղ, պահանջում էր այդ զոհողությանը գնալ։ Նրանք դա արեցին։ Հետո փորձեցին վաճառել երկրորդ մասը։ Այդ FSB-ի վերահսկողությամբ միջանցքը կամ չգիտեմ ինչը նոյեմբերի 9-ում փաստաթղթում թղթի կտորում ինչ որ նշված էր, դա այդ մասին էր։ Դա բացահայտ գրված էր այդ ամենը։ Այդ դա չստացվեց արդեն։ Հիմա մեզ մոտ հարց է առաջանում։ Մեզ մոտ պիտի այդ հարցը առաջանա հայերիս մոտ։ Այդ սեփը մեզ պետքա թե չէ։ Եթե մենք այդ սեփը շարունակում ենք սեփի գործառույթները կատարել, ում համար ենք դա անում։ Մեր շահերից դա բխում է։ Մենք շարունակենք մնալ սեփ, ունենանք փակ սահմաններ, հարաբերությունները չկարգավորել եւ մեր երկրի տնտեսական զարգացումը մղենք երկրորդ, երրորդ կամ չորրորդ պլան, այնպես ինչպես դա եղել է բոլոր նախորդ տարիներին։ Մենք այս հարցը պետք է մեր առջև դնենք։ Ես դրա համար եմ ասում, ես կարծում եմ, որ դա իրավիճակ է փոխվել, աշխարհակահաղական իրավիճակը տարածաշրջանում փոխվել է եւ սեփի դերակատարումը Հայաստանի համար այլևս ակտուալ չէ։ Սա է իրավիճակը այսօր։ Այն ժամանակ ակտուալ էր, որովհետև դրա միջոցով մենք պահում էինք Լեռնային Ղարաբաղը, հայկական։ Մենք տեսանք, որ դա աշխատեց ինչ-որ X ժամանակ, հետո մեր իշխանությունների սխալ հաշվարկների արդյունքում այլևս չաշխատեց, մենք կորցրեցինք պահը, չկարողացանք վաճառել սեփական դերակատարումը այլ խաղացողներին։ Ստացանք այն, ինչ ստացանք, այսինքն կորցրեցինք Լեռնային Ղարաբաղը։ Հիմա սեփի լինել սեփ հակասում է մեր ազգային շահերին այս պահին, դա այսպես է, իրոք։ Մենք պետք է սեփի կարգավիճակից ազատվենք այն պայմաններով, որոնք մեզ առաջարկվում է, տվյալ դեպքում Թրամփի ուղու միջոցով։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե,
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մեր տարածքի այդ 42 կիլոմետրանոց հատվածը, երբ Հայաստանը համաձայնում է, այսպես ասած, կառավարել ԱՄՆ-ի աջակցությամբ, օգնությամբ, սա չի նշանակում, որ հիմա էլ մեր սեփականությամբ կիսվում ենք ԱՄՆ-ի հետ։ Այո, կիսվում ենք։ Դա նորմալ է, դա ինքնիշխան, անկախ պետականություն ունեցող պետության վարքագիծ է։ Եկեք հասկանանք ինչը ինչի հետ ենք համեմատում։ Եթե մենք դա անեինք օրինակ 2000 օրինակ 10 թվականին, ես կասեի, որ դա աննորմալ է։ Երբ որ մենք տարածաշրջանում չունեինք լուրջ վտանգ, Ադրբեջանը այդ պահին վտանգ չէր ներկայացնում մեզ համար, ամենայն դեպս այն վտանգը, որը ներկայացնում է հիմա, երբ մենք պատճառներ չունեինք, հա, գնալ այդպիսի քայլի, ոչ մի պատճառ չունեինք։ Չնայած մեզ դա առաջարկվում էր այն ժամանակ, բայց մեր ետևում թիկունքում կար Ռուսաստան, որը դա թույլ չէր տալիս մեծ հաշվով, եւ մեր ղեկավարությունը կարծում էր, որ դա կարող է տևել անվերջ, ստատուս քվոն Ղարաբաղի շուրջ կարող է տևել անվերջ։ Ես այդպես երբեք չեմ կարծել։ Հիմա այս պահին մենք ոչ Լեռնային Ղարաբաղ ունենք, ոչ հայեր ունենք Լեռնային Ղարաբաղում, ոչ Ռուսաստանի նման դաշնակից ունենք, փաստացի ոչ մեկ չունենք։ Իրավիճակը փոխվել է։ Մաստից հարց է առաջանում, ինչ անենք այս վիճակում։ Սա հակետորական հարց է։ Ինչ անենք, հիմա հրաժարվենք ամերիկյան առաջարկություններից։ Ես կարծում եմ, որ այդ առաջարկությունները ձևավորվել են թվում նաև մեր առաջարկությունների շնորհիվ։ Դա մենք էլ ենք առաջարկություն ունեցել, Ադրբեջանը իր առաջարկությունը։ Եթե հրաժարվում ենք, ինչ ենք անում։ Լավ, չենք կիսվում այդ ինքնիշխանությունով, ինչպես դուք ասում եք, չենք կիսվում։ Ինչ ենք անում։ Ոնց ենք պահպանելու դա։ Հրաժարվում ենք ճանապարհը բացելուց։ Ռուսաստանի պլանով հրաժարվեցինք եւ ճիշտ արեցինք։ Ամերիկայի պլանով հրաժարվում ենք։ Ինչ ենք անելու։ Ում պլանով ենք բացելու։ Մենք երաշխիք ունենք, որ ԱՄՆ-ի հետ կիսվելով ԱՄՆ-ն մի օր Ռուսաստանի պես չի վարվի, ինչպես Ռուսաստանը վարվեց Արցախի հետ, երբ մենք վստահեցինք իրենց, բայց իրենք քաղաքականությունում երաշխիքներ չեն լինում, նույնիսկ պայմանագրերը, որոնք ստորագրվում են, չեն կարող լինել երաշխիք։ Կա ռիսկերի հաշվարկման սցենար։ Մենք պետք է մեր ռիսկերը հաշվարկենք։ Այս պահին ես ամբողջությամբ իհարկե ծանոթ չեմ գործընթացին, բայց այն ինչ ես տեսնում եմ,
ռիսկերը հաշվարկելով ես կարող եմ միայն համաձայնվել այս պլանի հետ։ Ես ժամանակին նույնիսկ այս ստուդիայում շատ եմ խոսել այդ մասին, որ մենք պետք է տարածաշրջանում 4-րդ խաղացող։ ԱՄՆ-ի տեսքով, միգուցե Ֆրանսիայի տեսքով, այդ 4-րդ խաղացողը եկել է, որովհետև այն արատավոր եռանկյունու սահմաններում, որում մենք գտնվում ենք 100-ամյակներով, Իրան, Ռուսաստան, Թուրքիա, այդ 3 կայսրությունները, որոնք շարունակում են մնալ կայսրություններ, նրանց մտածելակերպն է կայսերական։ Մենք ապակա չունենք այդտեղ։ Մեզ ուղղակի կուլ են տալը ոչնչացնելու, եւ ես միշտ զարմանում եմ, ինչպես է այդպես ստացվել, որ մինչև այսօր դա տեղի չի ունեցել, որովհետեւ ինչ որ պահի, օրինակ Ռուսաստանի շահերը պահանջում են, որ մենք մնանք որպես գործոն։ Եթե չպահանջեր, կանեին դա։ Օրինակ տեսեք, Ռուսաստանի շահերը ինչ որ պահի, դե ինչպես դա պատկերացնում են Կրեմլում, թելադրեցին իրենց, որ Արցախահայերը այլևս չպետք է լինեն որպես գործոն։ Նրանք զոհաբերեցին այդ գործոնը, ոչնչացրեցին եւ այլևս Արցախում հայեր չկան։ Հիմա ինչ որ զղջում են այդ մասին, որքանով ես հասկանում եմ զատոլիններին լսելով, բայց արդեն ուշ է։ Բաժամի խմելու ժամանակը անցել է։ Հիմա այս նույն բանը ստեղ է։ Մենք չենք կարող այդ արատավոր երանգյունի մեջ 3+3-ի մեջ պայմանական, այսպես ասեմ, զարգանալ։ Մեզ պետք է 4-րդ խաղացող, 4-րդ խաղացողը եկել է։ Սա իր մեջ պարունակում է ռիսկեր։ Մի օր հնարավոր է, որ մենք զղջանք այդ մաս։ Հնարավոր է, բայց այս պահին այլ լուծում չկա։ Այս լուծումը սա է այս պահին։ Եվ մեզանից է կախված, թե մենք այս ժամանակահատվածը ամենակարևորը ինչպես կօգտագործենք։ Եթե մենք ինստիտուտներ կառուցենք բոլոր իմաստներով, պետությունը զարգացնենք, ամրապնդենք այս 29743-ը, վաղը երբ որ ԱՄՆ-ում փոխվի իշխանություն կամ ԱՄՆ-ի շահերը փոխվեն, դա հնարավոր է։ Ոչ մեկ չի ասում, որ հավերժ նրանց դա ձեռնտու են, հավերժ դաշնակիցներ չկան, հավերժ գործընկերներ չկան, իրավիճակը անդադ փոփոխվում է, բայց մենք հիմա ունենք պատուհան, որով զարգացման համար ժամանակահատված, եւ եթե մենք դա ճիշտ օգտագործենք, մենք կարող ենք վաղ այնպես անել, որ Ամերիկայի շահերը փոխվեն, բայց մենք դրանից չդուրժվենք։ Տեսեք, պարադոքսալ բան եմ ասում, շատերը ինձ համարում են հակառուս։ Եթե ժամանակին մենք օգտագործենք այն հնարավորությունները, որը մեզ Ռուսաստանը տվել է, Ղարաբաղի պատերազմից հետո 94-ից հետո, ճիշտ զարգացման համար, ոչ թե այդ երկիրը թալանվեր, Հայաստանը եւ Ղարաբաղը իրար հետ այլ զարգանար։ Իսկ այդ հնարավորությունը մենք լավից վատից ունենք, այսինքն մեզ ռուսները չեն հրամայել, որ մենք չզարգացնենք մեր երկիրը, թալանենք, որոտանք։ Արցախը չբնակեցնենք պատշաճ կերպով։ Արցախը չբնակեցնենք, կարող ենք այդ ամենը անել։ Այո, խնդիրներ կար, բայց եթե ճիշտ քաղաքականություն վարվեր, դա հնարավոր է։ Եթե Արցախում ապրեր 300,000 հոգի 20 թվականին, Արցախը ունենար տնտեսություն եւ Արցախը massամբ ճանաչված լիներ, այս ամենը չէր լինի մեզ հետ։ Եթե 2007-ին մենք նկատենք, որ Պուտինյան քաղաքականությունը, Պուտինյան Ռուսաստանի քաղաքականությունը փոխվում է, այս ամենը չէր լինի։ Մենք դա չենք կարելի, ով է մեղավոր։ Այսինքն նույնիսկ Ռուսաստանի նման ավտորիտար երկիրը Պուտինի տեսքով մեզ այդ հնարավորությունը տվել է, մենք չենք օգտվել։ Մեր քաղաքական էլիտաները այդ հնարավորությունը անցալել են որպես թալանելու եւ անձնական հարստանալու համար հնարավորություն։ Այսինքն ռուսները ապահովում էին անվտանգություն, իսկ իրենք թալանում էին։ Ղարաբաղում ինչ էին անում։ Կոնսերվի բանկաներ էին կախում, ասում են, «Էսա, մեր սահմանը սա է»։ Ու մենք տարեկան ամեն տարի կորցնում ենք մի քանի տասնյակ կյանք։ Սա է տեղի ունեցել, եթե մենք դա չանենք, եթե մենք ամբողջ այդ ռեսուրսները, այդ միլիարդները, որոնք Հայաստանից դուրս են հանվել, օգտագործենք սեփական պաշտպանության համար, Ղարաբաղի բնակեցման համար, բարգավաճման համար, այս ամենը չէր լինելու մեզ հետ, ով է մեղավոր այս ամենում։ Մենք հույսներս դրենք ռուսների վրա։ Հիմա եթե հույսներս դնենք ամերիկացիների վրա, պայմանական ԿՊ-ն հույսները դնի ամերիկացիների վրա, սկսի երկիրը թալանել, մի օր նույն բանն է լինելու մեզ հետ։ Այս անգամ էլ ամերիկացիների ոչ շահերը կփոխվի։ Իսկ ով ասեց, որ ամերիկացիները չեն կարող մի օր թուրքերը պայմանավորել։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց հիմա այս պահին կոնյունկտուրայի լուծումը սա է, մենք ունենք պատուհան, ունենք ժամանակ, պետք է երկիրը զարգացնենք, ուրիշ ճանապարհ չկա։ Չի կարելի քո սեփական անվտանգությունը տալ ուրիշին, որպեսզի ինքը զբաղվի դրանով, դու չզբաղվես։ Սա outsource չի։ Պետությունը outsource չես կարա տաս։ Կարող ես բիզնեսը ինչ որ առումով, ինչ որ չգիտեմ, շինարարական աշխատանք, բայց ոչ պետությունը, ոչ երկիրը, ոչ հայրենիքը։ Իսկ մենք երկար տարիներ մեր հայրենիքը, մեր պետականությունը outsource-ով տվել ենք ռուսներին։ Իրանք էլ օրերից մի օր վաճառել են։ Պարոն Ստեփանյան, Ռուբեն Ռուբինյանն ասում է, գեթ մեկ դեպք չի եղել, որ թուրքական կողմը բարձրացնի Արարատի պատկերի հետ կապված ինչ որ հարց։ Հիմա Արարատի պատկերը դուրս է գալու Հայաստան,
մուտքի եւ ելքի այդ սահմանահատման կնիքի վրայից ու սա հանրային լուրջ քննարկումների դժգոհությունների առիթ է դարձել, այսինքն ինձ եք հարցնում։ Ինչու՞ չէ, մենք խոսում ենք, չէ։ Ես համարում եմ, որ այս պահին կարելի է այս հարցին ձեռք չտալ, առնվազն հաշվի առնելով, թե ինչքան զգայուն է թեման եւ ինչպես կարող է ընկալվել ընթացիկ զարգացումների ֆոնին, ամեն դեպքում, բայց մեծ հաշվով այդ պատկերը, չգիտեմ, ինչ որ բան չի փոխում։ Հիմա Հայաստանը ինչու է փոխում այս պահին այդ ամենը։ Որովհետև Հայաստանը Եվ կարող ենք սա համարել թուրքական պահանջ, որը դրվում է Հայաստանի առջև Ադրբեջանի շուրթերով։ Ես չեմ կարծում, որ թուրքական քաղաքականությունը այնքան մանր է, որ մեր առջև կարող է այդպիսի պահանջ դրվել։ Ես այս հարցում կիսում եմ պարոն Ռուբինյանի մոտեցումը, սա եղել է մեր որոշումը, մեր կառավարության որոշումը։ Կարելի է վիճել այդ որոշման հետ, կարելի է ընդունել։ Ես կարծում եմ, որ այս որոշումով, օրինակ ես չգիտեի միջև այս որոշումը, որ ընդհանրապես Մասիս Սարը Արարատը այդ կնիքի վրա եղել է։ Ես ուշադրություն չեմ դարձրել։ Ինձ համար դա, գիտեմ, 100-րդական նշանակություն ունի։ Արարատը, Մասիսը մեր սրտերում է, մեր աչքի առաջը։ Մենք գիտենք, որ այդ Սարը մերն է, մեր իդենտիկության մի մասն է։ Եվ ես դա իմ մեջ պահում եմ եւ պահելու եմ միշտ։ Մեր հայրենիքի մի մասը գտնվում է Թուրքիայի տարածքում, այդպես է ստացվել։ Եվ ես հույս չունեմ, որ լինելու է օր, երբ որ մենք դա վերադարձնելու ենք, դա անկեղծ ասեմ ձեզ։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դրանից հրաժարվենք, որպես մեր պատմական անցյալ, որպես մեր հոգու մի մաս, այսինքն ես մոտեցումը սա է։ Մենք որ ասում եք ԿՊԱ-ականներին կամ Նիկոլ Փաշինյանին տեղավորում եք այդ մենքի մեջ, թե Ես բոլորին տեղավորում եմ հայերի մեջ, եւ Ռոբերտ Քոչարյանին, եւ Սերժ Սարգսյանին, եւ բոլորին։ Այդ մենք բոլորս հայ ենք վերջիվերջո, եկեք չբաժանենք մեզ, ասենք այդ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։ Հիմա, եթե մենք այդ կնիքի վերից այդ Մասիս Սարի պատկերը հանում ենք, լավ, փաստացի ինչ է փոխվում։ Ինչ բան փոխվում է, եկեք սա հասկանանք, ոչ բան չի փոխվում։ Ուղղակի այն ուժերը, որոնց իրենք համարում են ընդդիմություն, վերցրել են սա, զինվել են սրանով, փորձում են աշխատել իշխանության դեմ, մեղադրելով նրան, որ իշխանությունը մեր ազգային այդ իդենտիկությունից հրաժարվում է։ Տեսեք Մասիս Սարը դրա մի մասն է, հիմա որ այդ կնիքի վերից հանել է, ուրեմն հրաժարվում է։ Սա ի՞նչ է, դիվանագիտական ժեստ է։ Դիվանագիտական ժեստ է, որը մեր կառավարությունը անում է թուրքերին ընդառաջ։ Այդ ժեստը մեծ հաշվը ոչ մի բան չի արժենում։ Ուղղակի մնում է, որ այդ ժեստը գնահատվի, պարոն Ստեփանյան, այստեղ հարցը այսօր արդեն լրիվ այլ հարց է, լրիվ այլ հարց է։ Դա մենք կտեսնենք մոտ ապագայում, եթե իրոք մենք ունենանք այդ առնչաթացը, որի մասին խոսում է Հական Ֆիդանը եւ պայմանագիրը ստորագրվի Ադրբեջան եւ սահմանները բացվի, ես կհամարեմ սա արդարացված։ Եվ սա եւ միգուցե նաեւ այլ ժեստերը, որոնք արվելու են։ Ամեն ինչ ունի նպատակադրում եւ հետևանք։ Հիմա սա մեզ համար ոչ մի բան չի արժանում։ Իսկ ընդդիմադիրները սա ինչ են անում, որ բանը որ արել են, այդ խայտարակությունն արդի ծառնակաբերդը քանդում են։ Դա լավ ասենք, դա լուրջ չի էլի։ Հա շատ վատ են սարքում, բարձիթողի վիճական, մեր ամբողջ շինարարությունն է մեր երկրում այդպիսին, անմակարդակ, ամբովանդակ, շատ դանդաղ, շատ փնթի շինարարություն է, բայց ինչ է մեզ մոտ տենց չի։ Դա նույնն է ծառնակաբերդն, տենց չպետք է լինի, բայց տենց է ցավոք, բայց ես վստահ եմ, որ դա շինարարություն է, որ դա վերակառուցում է, եւ վերջում այնուամենայնիվ այդ թանգարանը, հա, այդ Եղեռնի հուշահամալիրը կստանա այն տեսքը, որը որ կարծում եմ պլանավորվում է, նորմալ տեսքը։ Հիմա նույն բանը էս կնիքն է, ես նույնիսկ այդ մասին չեմ ուզում խոսեմ։ Ես կարծում եմ, որ սա արդարացված որոշում է եղել, այլ հարց է, որ ես չգիտեմ, մենք այդ պատասխանը կստանանք, թե ոչ թուրքերի կողմից, միգուցե կստանանք։ Հիմա ներքաղաքական այդ իրադարձություններին անդրադառնալով, պարոն Ստեփանյան, պատիվ ունեմը չի հրաժարվում վարչապետին անվստահություն հայտնելու այդ գործընթացից, ավելին դժգոհում եմ, որ Հայաստան խմբակցությունը չի միանում, եթե Հայաստան խմբակցության պատգամավորները միանան, ապա ԿՊԱ-ականներ կգտնվեն, որոնց հետ իրենք խոսել են եւ համարում են adekvat մարդիկ, որոնք եւս կմիանան։ Նաեւ կարծիք կա, որ այս պահին Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է արտահերտ ընտրություններ եւ պատիվ ունեմը օգնում է Նիկոլ Փաշինյանին այսպիսով այս հարցը խորհրդարան տանելով։ Ինչ կարող եք ասել ընդհանուր առմամբ այս ամենի հետ կապված։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը կարող է impeachment-ը իրոք հայտարարվի։ Հիմա արտահերտ ընտրություններ են պետք եւ պատիվ Իսկ ինչի համար է Նիկոլ Փաշինյանը։ Դե հիմա կարծիք հայտնողները չգիտեմ իրենց բացատրությունները, երբ մարդը կարծիքը հայտնում, պետք է հիմնավորում լինի։ Եթե հիմնավորումը չկա, կարծիքը 0 է, այսինքն ինքը անիմաստ է։ Լավ, դա է դնենք մի կողմ։
Ես այսպես պատասխանեմ ձեզ։ Պատիվ ունեմ այդ impeachment-ի գաղափարը, որը բերել է առաջ, եկեք հասկանանք, այդ impeachment-ի գաղափարը իրականություն դառնալու շանսեր ունի, թե ոչ։ Նախ իրենք չունեն նույնիսկ այնքան ձայն, պատիվ ունեմը Հայաստան։ Նախ իրենք չունեն Հայաստանի համաձայնությունը։ Դա մեկ փաստ։ Այո։ Հա, անցանք։ Երկրորդը, եթե նույնիսկ Հայաստանը համաձայնվում է, նրանց պետք է երկու ձայն, որպեսզի նրանք օրակարգ մտցնեն։ Ճիշտ է։ Այդ երկու ձայնը, այն երկուսն են, նախկին ԿՊԱ-ականները, ըստ անունները չեմ ուզում տամ։ Այդ երկուսը ասացին մենք մեր բանը տեխնացուն ունենք Էդմոն Մարուքյանը, այսինքն նրանք չեն տալիս այդ ձայները։ Ճիշտ է։ Ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, այլ Էդմոն Մարուքյանը ընդունելի չէ։ Այսինքն սա երրորդ խոչընդոտը։ Եվ ամենակարևոր չորրորդ խոչընդոտը, եթե Հայաստանը համաձայնվի դաշինքը, եթե այն երկուսը համաձայնվեն Մարուքյանից հրաժարվեն, մտցնեն օրակարգ, ԿՊ-ից պետք է առնվազն 12 ձայն եթե Եսայանին էի ես լսում Մարգարիտ, ասում է, որ ԿՊԱ-ականում կան adekvat մարդիկ, որոնց հետ մենք խոսակցություններ ունենք եւ կարող են նրանք եւս ներգրավել։ Ես այն ավելի լավ կպատկերացնի, ես չեմ կիսում այդ պատկերացումները, ԿՊ-ում իրոք adekvat մարդիկ են, որոնք այդ ճանապարհով երբևիցե չեն գնա։ Այսինքն դա 4-րդ խոչընդոտը։ Հիմա եթե 4 խոչընդոտ է եւ բոլոր 4-ն էլ անհաղթահարելի են կան, հետեւաբար հարց է առաջանում։ Ես փորձեմ հիմնավորեմ այն, ինչը ձեր զրուցակիցները, որոնք դες սա ասել են, չեն հիմնավորում։ Ինչի համար է սա արվում։ Սա արվում է մեկ նպատակով։ Սա ռումբ է, որը դրվում է պատիվ ունեմի կոնկրետ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի տակ։ Քոչարյանի Հայաստան, ամբողջության տակ։ Ինչի, որ այս ընտրությունները, որը լինել են, դա լինելու է պայքար ընտրությունների ժամանակ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, որտեղ իրենց էլեկտորատը շատ սահմանափակ է։ Դա այն դժգոհ մասսան է, որը տարբեր պատճառներով դժգոհ է ԿՊ-ից եւ անձամբ Նիկոլ Փաշինյանից, դա պետք է շատ լավ հասկանալ, ովքեր են այդ մարդիկ։ Դա մարդիկ են, որոնք հեռացվել են իշխանությունից, պաշտոններից, լափամանից հեռացվել են։ Դա մարդիկ են, ովքեր ձգտել են դեպի իշխանություն, դեպի լափաման, եւ Նիկոլ Փաշինյանը այդ ձգտումը չի բավարարել, դա երկրորդ կոնտինգենտն է։ Երրորդ կոնտինգենտն է դա մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով չեմ ուզում այդ մասին խոսեմ, կորուստներ են ունեցել տարբեր ֆիզիկական եւ բարոյական Նիկոլ Փաշինյանի լեգիսլատորայի տարիներին։ Հա դա խափնված մարդիկ են, ովքեր ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչի է ամենը տեղի ունեցել մեզ հետ 44 օրից սկսած եւ Ղարաբաղի կորուստով ավարտված։ Եվ դա Լեռնային Ղարաբաղից եկած մեր հայրենակիցներ են, որոնք ինչ-ինչ պատճառներով կամ մոլորության մեջ են, հա, նորից պատճառների մասով, կամ ուղղակի իրենց այդպես է պետք։ Հիմա այս ամբողջ կոնտինգենտը այդ ընտրազանգվածն է, որի ձայների համար 26-ին լինելու է լուրջ մրցապայքար Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ։ Սամվել Կարապետյանը, պարոն։ Հիմա ես դա ուզում եմ ասեի։ Հիմա այդ ամենին գումարվել է Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանին որևէ մեկը այն 60-70%-ից կամ Քոչարյանին կամ Սարգսյանին, որոնք չեն գնում ընտրությունների, ցայն չի տալու։ Այսինքն այդ պայմանական զանգվածն է, չգիտեմ, թե 100,000, 200,000 ինչքան են ընդ ես չեմ հաշվել։ Սրա համար է պայքարը գնում։ Հիմա այդ ռումբը impeachment-ի գործընթացը բերել են Հայաստանի տակ, որ դրա միջոցով Հայաստանի ձայների մի մասը քաշեն իրենց փոխարեն, որ մյուս ընտրություններում պատիվ ունեմը եւ Հայաստանը տեղերով փոխվեն խորհրդարանում։ Էս է ամբողջ պայքարը։ Բայց կա եւս մեկ սցենար։ Եվ այդ մասին մենք իրավունք չունենք մոռանանք։ X պահին, եթե այս ընտրություններով իրենց սատելիտ կուսակցություններով գնում են, ասում եմ 30-40 կուսակցություն է լինելու։ Այսինքն Սերժ Սարգսյանը ներկայացված է լինելու մի քանի կուսակցությունով, Ռոբերտ Քոչարյանը մի քանի կուսակցությունով, միգուցե նաև Տաշիր, կներեք Սամվել Կարապետյանը մի քանի կուսակցությունով կլինի ներկայացված եւ վերջում եթե այդ կուսակցությունները 4%-ը կամ չգիտեմ 5%-ը վերջնական որոշումը չկա, անցնում են, կարող են միավորվել Գյումրիի սցենարով եւ իշխանությունը վերցնել։ Դե մեծ առևտուր է գնալու, եթե դա լինի։ Ես չեմ կարծում, որ շանսերը շատ են, բայց մենք իրավունք չունենք այս վարկածը հաշվի չառնել։ Հետևաբար այստեղ եւս կա վտանգ, ես սա դիտարկում եմ որպես վտանգ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Որտեւ այդ դեպքում Թրամփի ուղին ասում են, չէ, վերաբանակցելու ենք, հա, չի լինելու, խաղաղությունը այն պատկերացումները, որոնք մենք ունենք, չի իրականանալու եւ մենք հերթական անգամ վերադառնալու ենք մեր բարեկամական Ռուսաստանի գիրկը։ Իսկ ինչով է սա հղի մեզ համար, մենք կարծում ենք բոլորս արդեն գիտակցում ենք։
Բայց Հայաստանի գործող իշխանությունը հեռացել է Կրեմլի այդ գրքից կամ Պուտինի գրքից։ Միանշանակ։ Ինչու, ես փորձեմ հիմնավորել։ Դրանպես երբ որ ինչ որ կարծիք, ես շատ եմ այդ պակասը տեսնում, էլի մեր հանրային դիսկուրսում, մարդիկ ինչ որ բան են ասում ու չեն հիմնավորում։ Հիմա դուք ասում են sense, բայց չեն հիմնավորում։ Ես փորձում եմ հիմնավորել։ Որոշումները կայացվում են Երևանում։ Կայացվում են թե ոչ։ Եղել են ժամանակներ, երբ որ մեր երկրի անվտանգությունը ապահովող կառույցների ղեկավարները նշանակվել են Մոսկվայում։ Դուք եք գիտեք դա բոլորը գիտեն, այսինքն ստեյց տեխնացու են ուղարկել պաշտպանության նախարարը, օրինակ ուղարկել են Մոսկվա, ինքան դե հարցազրույց է անցել, ինչ որ Նարիշկինի մոտ FSB-ում, որը խոսել է, ասել է, սա ձեռնտու է, մեզ թե չէ։ Սա աբսուրդ է։ Այս մարդիկ, որ հիմա գալիս են, մենք կառուցում ենք Հայաստան, ուժեղ բանակ, ինքնիշխանություն, Նիկոլա եկավ սաղ փուրը տվեց, սա փարիսեություն է։ Սա կեղծավորություն է։ Սա մեր ժողովրդին փորձում են խաբել։ Հիմա այս ամեն ինչը ստեղ է նշանակվում։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն է նշանակում, դա էլ է վատ։ Խորհրդարանը պետք է նշանակի։ Մենք խորհրդարանական երկիր ենք, որտեղ խորհրդարանի դերակատարումը 0 է։ Հիմա անցնենք մեդալի մյուս կողմը, թող ոչ մեկ բան չանի, որ հիմա սենց է կամ սենց է։ Խորհրդարանը պետք է մեր երկիրը խորհրդարանական երկիր է։ Խորհրդարանն է կառավարում։ Մեծամասնությունը, բայց մեզ մոտ որոշում է ընդունում միայն Նիկոլ Փաշինյանը։ Այո, եւ դրա մասին հայտարարում է, ասում է կառավարությունը ես եմ, եթե կան հակադրվողներ, պետք է դիմումը գրեն եւ հեռանան։ Սա այլ ծայրահեղությունն է։ Եվ այստեղ ժողովրդավարությունը չի վտանգվում, Փաշինյանի հայտարարությունը չհամարել սպառնալիք ժողովրդավարությանը, որովհետեւ օրերս արտաքին հետախուզության պետը խոսում էր, որ ժողովրդավարությունը վտանգված է, կան լուրջ սպառնալիքներ։ Ինքը կարծում եմ Տիկին Գրիգորյանը խոսում էր արտաքին սպառնալիքների մասին։ Այո, արտաքին, բայց վարչապետի հայտարարությունը չհամարել ներքին սպառնալիք հենց ժողովրդավարությանը։ Չեմ կարող ձեզ հետ չհամաձայնվել, դա իրոք այդպես է։ Խորհրդարանական երկրում, ժողովրդավարական երկրում չի կարող որոշումները կայացնել մեկ հոգի։ Իսկ մեզ մոտ այս պահին այդ իրավիճակը կա։ Եթե մենք համեմատենք այն իրավիճակի հետ այն ժամանակների հետ, երբ որոշումը Մոսկվայում են կատարվում, շատ քայլ առաջ է։ Ավելի լավ է, քան թե այն ժամանակ ա եղել, բայց համարել, որ պետք է սրանով բավարարվենք եւ սա նորմալ է, ոչ։ Ցավոք սրտի, ես դա ասել եմ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, մեզ մոտ խորհրդարանը, ազգային ժողովը այն ժամանակ եղել է ցուցափեղկ, ժողովրդավարության ցուցափեղկ։ Սա է։ Ես ցավով եմ արձանագրում, որ հիմա այս առումով ոչ մի բան չի փոխվել։ Խորհրդարանը շարունակում է մնալ ժողովրդավարության ցուցափեղկ, բայց իր իրական գործառույթները չի իրականացնում, այսինքն օրենսդրական նախագծերը եւ այլն, այդ ամենը քաղաքական կոնյունկտուրայով է թելադրվում, այլ ոչ թե իրական շահերով։ Մեր ժողովուրդը, մարդիկ, ովքեր որ այդ մանդատները տալիս են ազգային ժողովի պատգամավորներին, բոլորին, ոչ միայն ԿՊ-ին, եւ Հայաստանին, եւ Պատիվոնեմին, իրենց ձայնը պաշտպանված չէ։ Իրենց ձայնի իրավունքը այդ պատգամավորները չեն իրականացնում։ Իրականությունը սա է, այնպես որ մենք երբ որ խոսում ենք անցյալի մասին, պետք է ներկայի մասին էլ խոսենք։ Եվ ներկան էլ, այո, լուրջ խնդիրներ կան ժողովրդավարության առումով, ես չգիտեմ ինչ է լինելու 26-ից հետո, բայց հիմա էլ մենք ունենք սահմանափակ ժողովրդավարություն, այսպես ասեմ։ Եթե մենք համեմատենք տարածաշրջանում Հայաստան այլ երկրների հետ, մենք առաջատար ենք։ Մենք ամենաժողովրդավար երկիրն ենք, բայց եկեք մեր ժողովրդավարությունը համեմատենք, չեմ ուզում ասել Շվեյցարիայի հետ, նույնիսկ չեմ ձգտում Սլովենիայի հետ։ Եվ տեսնենք Սլովենիայում կա ժողովրդավարություն, թե Հայաստանում կա ժողովրդավարություն։ Այնպես որ խնդիրները շատ են, ես կարծում եմ, որ մենք երկար մտածելու, երկար բարակ մտածելու առիթ ունենք եւ մենք պետք է ճիշտ որոշում կայացնենք ընտրություններում, որպեսզի փորձենք, որ մեր ժողովրդավարությունը պահպանվի եւ ոչ թե լինի սահմանափակվի, այլ այդ սահմանափակումները հանվեն այդ ժողովրդավարությունից։ Ինչպես դա անել, դա առանձին հարց է, որի պատասխանը այսօր ոչ մեկ չունի, բայց առնվազն մենք պետք է ճիշտ ընտրություն կատարենք, տեսնենք ովքեր են գնալու, որ քաղաքական ուժերն են լինելու այդ 30-40-ի թվում, եւ ամեն ինչ հերթական անգամ մեր ձեռքերում է լինելու։ Մենք ենք որոշելու։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։